Ձմեռային քննաշրջանի դիմորդների թիվն աճել է, հայտագրվել է 12538 դիմորդ, մինչդեռ անցած տարի նույն փուլում 11605 դիմորդ կար։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից ասում են, ամենապահանջված առարկան անգլերենն է 7224 դիմորդով, երկրորդ տեղում մաթեմատիկան է 5709 եւ երրորդում հայոց լեզուն 4657 դիմորդով։ Կրթության փորձագետների գնահատմամբ դիմորդների ընտրության վրա ազդում են նաեւ բովանդակային գործոնները, մասնավորապես այն հանգամանքը, որ անգլերենի քննական հարցերը համեմատաբար ավելի հեշտ են։ Անգլերենի թեստերը մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին շատ հեշտ են լինում, դիմորդները բարձր բալեր են հավաքում, դա էլ կարող է լրացուցիչ մոտիվացիա առաջացնել, որպեսզի մեծ մասը մտրեն անգլերենը։ Հետո կան մասնագիտություններ, որտեղ հայոց լեզվի գնահատականը կարող են դպրոցից ստանալ, այսինքն պարտադիր քննություն չի։ Փորձագետները նկատում են քննական հարցաշարերը կազմելու գործընթացում առկա են խորքային խնդիրներ։ Դրանք հաճախ արհեստականորեն բարդացվում են այնպիսի հարցերով, որոնք չեն արտացոլում եւ չեն ստուգում սովորողի իրական գիտելիքը։ Փորձում են ինչ-որ ձևեր մտածեն, որ բարդն երեխային պատասխանում, ինչը պետք է խորանա, մտածի, եսի ինչ անի։ Արհեստական բարդացված են, ոչ թե լեզվի իմացության մակարդակն են ստուգում, այլ ստուգում են ունակությունը, թե կարողանան գտնեն, թե որտեղ է գաղտնիքը, որտեղ է դրյուկը։ Մեր խնդիրը չի, չէ՞ որ երեխան ծուղակից դուրս գալու ունակությունը զարգացնի։ Մեր խնդիրն է, մենք հասկանանք, ասենք երեխան լեզվին տիրապետում է, թե չէ։ Ու տիրապետում է այնան, ինչ որ իրեն իրապես պետք է, ոչ թե ասենք ինչ որ մի բան, որ բանասեր ասի ինձ էլ դա պետք է։ Ըստ մասնագետների հայերենը դպրոցում ներկայացվում է ոչ թե որպես ժամանակակից աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն, այլ որպես պարտադիր քննություն հանձնելու առարկա։ Արդյունքում դիմորդի գիտակցության մեջ ձևավորվում է պարզ տրամաբանություն։ Հայերենի ուսուցչի կամ լեզվաբանի կարիերան չի ապահովում մրցունակ եկամուտ, մասնագիտական աճ։ Մինչդեռ օտար լեզվի մասնագետ դառնալով կարող են աշխատել միաժամանակ մի քանի հարթակներում՝ դպրոց, օնլայն դասավանդում, թարգմանություն, միջազգային կազմակերպություններ։ Երկրորդ պլանամավում իսկապես շատ վատ տենդենսիա է։ Բայց մյուս կողմից նաև քննական առարկա որպես մարդիկ հասկանում են, որ անգլերենի իմացությունը իրենց բերում է որոշակի բոնուսներ գործի հետ կապված, այսինքն թե չընդունվեցին քեր ինչ-որ բան չհայեցին քեր, բայց անգլերենը ինչ-որ մի բան որ պետք է գալու, իսկ հայերենը ինչ-որ մի բան որ պետք է գալու, այդ գիտակցությունը առանձնապես եւ չեմ տեսնում։ Մասնագետները պնդում են իրավիճակը շտկելու համար պետությունը պետք է խրախուսի գրագետ հայերենով մեդիա բովանդակության ստեղծումը, թվային հարթակներում լեզվի զարգացումը, ինչպես նաև պահանջ դնի պետական եւ մասնավոր ոլորտներում գրավոր եւ բանավոր խոսքի բարձր չափանիշների համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։